այս տարի կամավոր ատեստավորման թե դիմելիությունը, թե մասնակցությունը ցույց են տալիս, որ համակարգը իսկապես դարձել է մեր ուսուցիչների համար վստահելի եւ իրենց վարձատրության ու մասնագիտական զարգացման կարևորագույն օղակ։ Մեզ այս տարի դիմել էին մասնակցության համար 8400-ից ավել ուսուցիչներ ու ես շատ ուրախ եմ, որ նրանցից ավելի քան 7200-ը մասնակցել են կամավոր ատեստավորմանը։ Սա ինչու եմ ասում, որովհետև կամավոր ատեստավորումը մենք անցկացնում ենք շաբաթ եւ կիրակի օրերին, որպեսզի դա հարմար լինի ուսուցիչների նաեւ աշխատանքային ռեժիմին, ինչը նշանակում է, որ շուրջ 1 ամիս տևում է գործընթացը եւ չնայած այն բոլոր հնդածս խոսակցություններին, ամեն հաջորդ շաբաթ եւ կիրակի մեր ուսուցիչները նույն պատրաստակամությամբ տարբեր առարկաներից ներկայացել են ատեստավորման, պետք է հիշեցնեմ, որ երկրորդ տարին է, որ մենք էլեկտրոնային ձևաչափով ենք անցկացնում ատեստավորումը, ինչը նշանակում է, որ իրենք հենց սենյակում, երբ որ ավարտում են թեստը, տեսնում են նաև իրենց արդյունքները եւ երեկոյան արդեն, երբ որ ամբողջական թեստի պատասխանները հասանելի են դառնում, կարող են նաև բողոքարկել եւ այս տարի մենք նաև էլեկտրոնային եղանակով ենք դարձրել բողոքարկման գործընթացը, որպեսզի լրացուցիչ որևէ վարչահարություն եւ բարդություններ չգրանցվեն։ Պետք է ասեմ, որ արդեն այս պահի դրությամբ առանց հաշվի առնելու վերջին բողոքարկումների արդյունքները մասնակցած ուսուցիչների շուրջ 67.2%-ը հաղթահարել է դրական կամավոր ատեստավորումը, ինչը նշանակում է, որ ավելի քան 4800 ուսուցիչներ արդեն այս պահի դրությամբ վարձատրության բարձրացման այս հնարավորությունը օգտագործել են, ընդ որում շատ ուրախ եմ, որ այս ուսուցիչների մեծ մասը առաջին անգամ մասնակցող ուսուցիչներ են եւ հիշելով, որ մեր մոտ արդեն իսկ կամավոր ատեստավորված էր ուսուցիչների շուրջ 20%-ը, սա նշանակում է, որ մենք էապես ընդլայնում ենք կամավոր ատեստավորված ուսուցիչների շրջանակը։ Եվ այդ իմաստով կարծում եմ, որ համակարգը իրոք աշխատում է։ Ինչ վերաբերում է նրան, որ ոմանք չեն մասնակցում, պետք է հիշեցնեմ, որ ուսուցիչների մասնագիտական զարգացման կարիքի գնահատման համակարգ ենք դրել եւ տնօրենը պարտավոր է այն ուսուցիչներին, ովքեր ունեն գիտելիքի խնդիր, առարկայական գիտելիքի խնդիր, նշում անել եւ այս պարագայում պարտադիր է դառնում այս եղանակով ատեստավորումը, այսինքն այսօր էլ կամավոր ատեստավորման այս եղանակը պարտադիր է առարկայական գիտելիքի խնդիր ունեցող ուսուցիչների համար, եթե արձագանք եք կշարունակեմ։